Impeachment-ին հիմա ստորագրում եք, չեք ստորագրում։ Գիտեք, շատ հստակ, հայերենով, ընթերնելի, հասկանալի, ինձ թվում է ընկալելի հայերենով գրված է, որ Հայաստան խմբակցությունը կլրացնի 28 պակասող ստորագրությունը։ Դրանից ավելի, թուղթը բերվի չէ նախաձեռնողի կողմից։ Այսինքն չեք սպասելու 8-ին, որտեղ Հասկանում եք, եկեք բառախաղի չանցնենք։ Հայաստան խմբակցությունը հստակ ձևակերպել է, որ կլրացնի պակաս 28 ստորագրությունը։ Երբ որ նախաձեռնող խումբը կգա կմոտենա մեզ, մեր պակաս 28 ստորագրությունը մենք կտանք։ Այսինքն 6-ին կմիանանք, չէ՞, ճիշտ եմ հասկացել։ Ոչ թե Ուրեմն եկեք ամեն մեկս ինչպես ենք ընկալում։ Միարժեքորեն գրված է 28 պակասող ստորագրությունը կտրվի մեր խմբակցությունը։ Ես սրանից հասկանում եմ, որ մինչև 8-ը չլինի, Հայաստան խմբակցությունը չի միանա, ճիշտ եմ հասկանում։ Ուրեմն մինչև նախաձեռնությունը այս նախաձեռնողը մեզ չմոտենա իր փաստաթղթով, ընդհանրապես ստորագրություն չի լինի։ Եկեք այդտեղից սկսենք։ Վերջին հարցու պատասխանի ընթացքում տեղ ունեցած միջադեպի եւ այս քրեական գործերի միջև որևէ կապ տեսնում եք։ Դուք այդ որովհետեւ այդ օրը ասում եք, որ սպառնալիքական կապ է, հենց այդ օրը բոլորս հիշում ենք Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պահվածքը, իր այդ վարքագիծը եւ այնտեղ համբալից բացի նաեւ սպառնալիքներ, այ դուք կտեսնեք, դուք պետք է հայտնվեք այստեղ եւ բնականաբար հրահանգ է իջել։ Հրահանգ է իջել, որ անպայման պետք է գործ հարուցելու գործը սկսել։ Այսինքն հանրությանը ներկայացնել, որ նման գործ կա։ Հիմա այդ գործը սկսվելու է, չի սկսվելու, ինչպես են միջնորդագիրը ներկայացվել, չէ՞, բայց ես ինչքան գիտեմ, նույնիսկ այստեղ ուղղակի նոր գործը բացելու մասին է խոսքը։ Գործը վաղուց հարուցված էր, այսինքն նոր քրեական գործ չի։ Այս ընթացքում դուք տեղեկություններ ունեք պարոն Էլի դուք բերում եք միջնորդագրին, ես ասում եմ, ես միջնորդագիրը եք քննարկմանը, որ կան խմբակցության որոշումը կլինի, նիստը կլինի, կտեսնեք։ Եկեք չէ, նկատուներ այդ հարցով քննարկմանը մասնակցել կլինի նիստը, կլինի խմբակցության որոշումը, դուք բոլորը ինձնից շուտ կտեսնեք ու կիմանաք։ Դուք բացառում եք, որ պարոն Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած տարիներին կարող էր չարաշահման։ Ես հասկանում եմ ձեր հարցի, այսպես, ես ոչ չեք հասկանում։ Արդեն ասեցիք, ինչի բարի 2/3-ը երբ որ նախադասության ասում եք, երբ որ 2/3-ը ինչու թույլ չեք տալիս, որ դիտողն էլ լսի հարցը։ Դուք բացառում եք, որ պարոն Օհանյանը պաշտոնական դիրքի չարաշահման կարող էր Սևանում շքեղ խամարանոց կառուցել։ Գիտեք ինչ, ես ընդհանրապես որևէ մեկի կողմից պաշտոնի չարաշահմամբ որևէ ամառանոց կամ կառույց կառուցելու մասին ոչինչ չեմ կարող բացառել։ Ընդհանրապես որևէ մեկի ընդհանրապես դա լինես դու նույն հաջողությամբ ես չեմ բացառում, որ դու հիմա ինչ որ մեկի հրահանգով եկել ես ինձ հարց ես տալիս։ Դա նորմալ բան է։ Հասկանում եք, չհրահանգելը, այսինքն ողջամիտ կասկած ունենալը նորմալ բան է։ Ողջամիտ կասկած ունենալը։ Ձեր մոտ նման ողջամիտ կասկած կա, իմ մոտ նման ողջամիտ կասկած չկա։ Դուք ապօրինի որևէ բան այդ process-ում համարում եք, որ Ես համարում եմ ապօրինի այն բանը, որ իրեն շոուն շարունակելու համար ազգային ժողով նման միջնորդագիր են բերել։ Տիկին Կյուրենյան պատմում եմ խմբակցությունը, որպես վարչապետի տեխնացու առաջադրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համացումյանի տեխնացումը, խնդրեմ ձեր։ Գիտեք ինչ, այստեղ նախաձեռնությունը պատիվ ունեմ խմբակցությանն է, իրեն քաղաքական պատասխանատվություն են կրում այդ գործընթացը սկսելու, նման այդ տեխնացուին առաջ քաշելու։ Մենք որպես իրար հետ համագործակցող ընդդիմադիր ուժեր, մենք ամեն ինչ միասին պետք է անենք, որպեսզի հնարավորության դեպքում օր առաջ ազատվենք այս ազգադահ պետականական իշխանություններից եւ առավելևս վարչապետից։ Այնպես որ պատասխանատվությունը նախաձեռնող կողմինն է, պատիվ ունեն, մենք խոստացել ենք, որ իրենց կաջակցենք այդ գործընթացը առաջ տանելու, որովհետեւ մեկ ընդհանուր նպատակի է ծառայում՝ ազատել երկիրը այս ազգադահ դավաճան պետականական վարչապետից ու